մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ արգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Լոռու մարզում այս պահին իրականացվում են 176 միլիոն դոլար ընդհանուր արժեքով պետական ու համայնքային ֆինանսավորման ծրագրեր։ Իսկ ես այստեղ լսում եմ ելույթներ, իբր մենք դպրոցների ու մանկապարտեզների ճանապարհների կառուցումը ծախողել ենք։ Ձեզ եմ ներկայացնում Լոռու մարզկենտրոն Վանաձորում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցության կառավարման 20 տարում համայնքի բալանսից մասնավորին օտարված գույքի մի մասը։ Եվ այսպես. Բաթումի 1 հասցե, մանկապարտեզի շենք, Բաթումի 10 մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1 կոտորակ 4 մանկապարտեզ, Աճարյան 6 մանկապարտեզ, Ռուսթավի 3 մանկապարտեզ, Տիգրան Մեծի փողոց մանկապարտեզ, Վանաձորում երեխաները մանկապարտեզի հերթի մեջ են։ Գրիգոր Լուսավորչի 45 մշակույթի տուն, Աղայան 39 կոտորակ 2 Գուգարք կինոթատրոն, Ազատամարտիկների 25 Երևան կինոթատրոն։ Վարձակալության տված եւ օտարված համայնքային ողջ գույքը այգիները եւ ոչ միայն թվելու համար մի քանի տասնյակ րոպե է անհրաժեշտ, ժամանակը չի բավականացնի։ Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում գտնվող մանկապարտեզի շենքը 2000-ականների կեսերին դարձրել են Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակ։ Լոգոն էլ առ այսօր մանկապարտեզի շենքի վրա փակցված է։ Քրեական գործ կա այս մասով։ Կգնաք եւ մանկապարտեզի հերթում սպասող երեխաների ծնողներին պատասխան կտաք։ Վանաձորի կենտրոնում գտնվող կայարանի զբոսայգին արվել է 32 կտոր եւ տրվել վարձակալության։ 32 վարձակալական պայմանագրերը հիմա խզվում են, այգին հիմնանորոգվելու է եւ վերադարձվելու վանաձորցիներին։ Կգնաք եւ Վանաձորի 100,000 բնակիչներին պատասխան կտաք։ Ու մեզ ասում են 7 տարի մնացել եք նույն դասարանում։ Դուք 20 տարի մնացել եք ժողովրդի կոկորդում։ Դուք քաղցկեղի պես կերել եք մեզ ներսից։ Դուք կապ չունեք ոչ մեր երկրի, ոչ մեր ժողովրդի հետ։ Դուք ձեր հետևից թողել եք ռազմական պոլիգոն հիշացնող ճանապարհներ, որոնց մարդաբոյ փոսերի մեջ մեքենայով ընթացքից հայտնվելիս հեռախոսը դառնում էր անհասանելի։ Ձեր պահած դպրոցներում մենք տանից վառելափայտ էինք տանում։ Լուսամուտները ցելոֆաներով փակում էինք, որ դասասենյակներում չդողացնենք։ Ձեր պահած դպրոցների զուգարանների դռները բացել չէր լինում, գոյուղա լճեր էին ներսում։ Դուք դպրոցում մանկապարտեզ ընդհանրապես չեք պահել։ Դուք դրանք կերել եք, սեփականաշնորհել ու ձեզ համար տներ կուսակցական գրասենյակներ դարձրել։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մանկապարտեզի գողեր եք, դուք մշակույթի տների գողեր եք, դուք զբոսայգիների գողեր եք։ Դուք էլ ձեր քաղաքական առաջնորդներն էլ, այս պուն էլ, սրանք ընդհանրապես մամոնտ են։ 7 ամսից ընդմիշտ վերանալու են քաղաքական դաշտից։ Ու միակ բանը, որ իրենց գոյության մասին հիշեցնելու է, լինելու է կիսակլոր շշով օղին։ Ու դեռ մի հատ էլ դասավանդում են Վանաձորի պետական համալսարանում։ Հետաքրքիր է, ինչ են դասավանդում։ Զբոսայգու գողության տեսություն, թե մանկապարտեզ ուտելու հիմունքներ։ Սափրված թե ոչ, բեղ պահած թե անբեղ, դուք ընդմիշտ հիշվելու եք որպես մանկապարտեզի գող։ Սիրելի քաղաքացիներ, 2026 թվականի հունիսին լինելու են համապետական ընտրություններ։ Գնացեք ընտրական տեղամաս եւ մանկապարտեզի գողերին վերացրեք քաղաքական դաշտից։ Զբոսայգու գողերին դարձրեք մամոնտ, որոնց դժվար գոյության մասին մեզ կհիշեցնի միայն կիսակլոր շշով օղին, որով դուք կխմեք դրանց քաղաքական ողորմաթասը։ Շնորհակալ եմ։